Հայ ազգային կոնգրեսը Հայաստանի հարցով համազեկուցողների հետ այսօր հանդիպման ընթացքում բարձրացրել է 2008 թվականի մարտի 1-ի սպանությունների հարցը, զուգահեռներ անցկացնելով ուկրաինական իրադարձությունների հետ։ Մասնավորապես ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընդգծել է, որ եթե ժամանակին մարտի 1-ի սպանությունների համար մեղավորները հայտնաբերված եւ պատժված լինեին, ապա Ուկրաինայում գուցե եւ չկրակեին անմեղ ցուցարարների վրա։ Իդեպ նկատենք, որ խորհրդարանի ոչ իշխանական ուժերից միայն ՀԱԿ-ն է, որ այսօր բարձրացրել է մարտի 1-ի հարցը։ Հիշեցրեցի իրենց Ուկրաինայի դեպքերը, ասացի, որ եթե ժամանակին դուք մարտի 1-ի իրադարձություններին ճիշտ արձագանք տայիք եւ ստիպեիք Հայաստանի իշխանություններին, որ դրանք մեղավորներին գտնեին, միգուցե Յանուկովիչը չկարողանար նույնքան անպատիժ ձևով դա իրականացնել ու հետո այս էսկալացիան կարողա չլիներ։ ՀԱԿ խմբակցության պատգամավորները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներին նաև պատմել են, որ թեև իշխանությունների հետ համաձայնության էին եկել ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցում, որը պետք է ուսումնասիրեր պետական մարմինների կողմից մարտի 1-ի հետաքննության պարտակումը, սակայն իշխող հանրապետականն այդպես էլ խոստումը չի պահել։ Լևոն Զուրաբյանը համազեկուցողներին փոխանցել է, որ սա եւս մեկ անգամ վկայում է մարտի 1-ի սպանություններն այդպես էլ չեն բացահայտվում իշխանության ամենավերին օղակների հրահանգով։ Հանձնաժողովի մերժումը եւ գործի պարտակումը վկայում են այն մասին, որ այդ հրամանի շղթան գնում է մինչեւ պետության վերին ղեկավարության օղակը։ Դա է պատճառը, որ այս գործը չի բացահայտվում։ Իդեպ ասացինք, որ ծնողների անունից ենք նաեւ խոսում, որտեղ հանդիպումից առաջ նրանք մեզ դիմել էին եւ իրենց ցավը խնդրել էին բարձրացնել։ Մարտի 1-ից բացի ՀԱԿ-ը նաև մանրամասն բացատրել է, թե ինչպես են Հայաստանում ընտրությունները կեղծվում, ինչպես են գոյություն չունեցող 700,000 ընտրողների անունները ընդգրկվում ցուցակներում, ինչի արդյունքում Հայաստանում պարզապես հնարավոր չէ հասնել իշխանափոխության։ Ալեքս Ֆիշերի եւ Ալան Միլի հետ հանդիպման ժամանակ կոնգրեսի անդամները անդրադարձել են նաև քաղբանտարկյալների խնդրին։ Խոսքը տվյալ դեպքում ըստ Զուրաբյանի վերաբերում է անազատության մեջ գտնվող Վոլոդիա Ավետիսյանին, Շանթ Հարությունյանին եւ նրա հետ կալանավորված մյուս անձանց։ Մենք ասացինք, որ մենք ուշադիր հետևում ենք Շանթ Հարությունյանի եւ Վոլոդիա Ավետիսյանի գործերին եւ ամեն համակարգությամբ մոտ ժամանակում մեր կարծիքը կհայտնենք, թե արդյոք նրանց գործերը համապատասխանում են Եվրոպայի խորհրդի կողմից ընդունված քաղբանտարկյալի մասին չափանիշներին։ Իդեպ իրավապաշտպանների բնորոշմամբ 15 քաղբանտարկյալների հարցը համազեկուցողները բարձրացրել են նաև Դաշնակցության հետ հանդիպման ընթացքում, սակայն ինչպես տեղեկացրեց Արմեն Ռուստամյանն, իրենք այդ քաղբանտարկյալների մասին առաջին անգամ էին լսում։ Ամեն դեպքում Ռուստամյանը Ֆիշերին եւ Միլին հիշեցրել է, որ նույն Եվրոպայի խորհուրդը քաղբանտարկյալի չափորոշիչներ է սահմանել, համաձայն որի համազեկուցողները կարող են որոշել, արդյոք Հայաստանի այդ քաղաքացիները քաղաքական բանտարկյալներ են, թե ոչ։ Չէ, անուն չեն տվել մեզ, պարզապես ինչ որ 15 հոգու ընդհանուր ասեցին, մենք ասացինք, որ չափորոշիչները պետք է հստակ կիրառվեն, դուք էլ հենց դրա նաև դերն ունեք, որոշել է Եվրոխորհուրդը ով է քաղբանտարկյալ, ով չէ։ Եվ ուրեմն այդ չափորոշիչներով արձանագրեք, այդպես է թե ոչ, ինչու պիտի թողենք ինչ որ քաղաքական գնահատումների, բայց չափորոշիչներն ինչի համար էին։ Իշխող հանրապետականը մինչդեռ պնդում է Հայաստանում քաղաքական բանտարկյալ չկա։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովի համազեկուցողների հետ հանդիպմանը մասնակցած հանրապետական պատգամավոր պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի փոխանցմամբ քաղբանտարկյալների ժամանակը վաղուց անցել է։ Ես կարծում եմ, որ մեր երկրում չկան քաղբանտարկյալներ եւ սովետական միության կամ 37 թվի այդ ժամանակահատվածը մեր մոտ վաղուց անցել է։ Հայաստանի հարցով համազեկուցողները իշխող հանրապետականի հետ հանդիպման ընթացքում բարձրացրել են նաև մարտի 1-ի հարցը, մասնավորապես հետաքրքրվելով, թե ինչու չեն բացահայտվում 10 սպանությունները։ Հիշեցնենք, համազեկուցողներից Աքսել Ֆիշերը 3 ազատությանը տված հարցազրույցում ասել էր, որ մարտի 1-ի հարցը քննարկելու են եւ խորհրդարանականների եւ նաև Հայաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում։ Ներկայացրեցինք ազգային ժողովում ձևավորված ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքը, այնուհետև պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում մոնիտորինգի ժամանակավոր հանձնաժողով, որը պետք է հետևեր մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության կետերը իրականացնելու առումով։ Իսկ ինչ բացատրություն տվեցիք, ինչու չի բացահայտվում մարտի 1-ը։ Եվ քանի դեռ քննությունը նախաքննությունը շարունակվում է, ապա այս պահին խոսել ինչի չի բացահայտվում, կամ ինչի ուշանում, կարծում եմ այդքան տեղին չի։ Այսինքն ինչ որ պատճառաբանություններ ներկայացրեցիք, որ փաստեր չկան, դրա համար չի մենք որևէ պատճառաբանություն կամ ինչ որ նմանատիպ դրսևորում ներկայացնելու
խնդիր չունենք։ Հավելենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները այս ամսվա վերջին ներկայացվելիք իրենց զեկույցում առանձին անդրադարձ են կատարելու նաև մարտի 1-ի իրադարձություններին։